Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես խոսք էի տվել, որ Գյումրիում հանգուցալուծումից հետո ես ավելի մանրամասն կանդրադառնամ տեղի ունեցող process-ներին եւ ոչ թե հենց Գյումրիի մասին է խոսքը գնում կամ Գյումրիում թե ինչպիսի տեղական ինքնակառավարում է ձևավորվում, այլ այն մասին եմ խոսելու, թե այս մոդելը եւ տեղի ունեցածը ինչպես է օգտագործվելու 2026 թվականին Հայաստանի Հանրապետության գլխավոր համապետական ընտրությունների ժամանակ։ Հիմա ինչ քարոզարշավ է, ինչ արշավ է սկսվել, որ սիրելի հայրենակիցներ, տեսեք, երբ որ դուք չեք ընտրում իշխանություն, եւ սա ասում են թե Եվրոպամետ, այսպես կոչված ուժերի ներկայացուցիչները, ովքեր բարիերի տակ են մնացել, թե նաեւ իշխանության ներկայացուցիչները, որ եթե դուք չեք ընտրում իշխանությանը կամ այսպես կոչված Եվրոպամետ ուժերի դաշինքներին, դրա արդյունքում վերարտադրվում են նախկինները, նախկին քրեոլիգարխիկ համակարգը վերարտադրվում է։ Եվ ահա եւ այս ճանապարհով Սյունիքում հիմա կգա հետ, օրինակ, հայտնի Լիսկան, չգիտեմ, Վանաձորում, այն մյուս քաղաքներում, այսինքն կգան նախկինները, հա, ում դեմ եղել է հեղափոխությունը, եւ այդ թալանը հետ չի բերվել, եւ դա էլ է քննադատվում, որ ռեֆորմներ չեն արվել, թալանը հետ չի բերվել, դատարանները տարիներով գործեր են քննում, բան, եւ այս ամեն ինչը շատ վատ է կառավարվել, այդ ամեն ինչը անարդյունավետ, բայց այդ ամեն ինչը օգտագործվելու է, որ նախկինները վերադառնան։ Սա այս քարոզարշավը իրականացվում է իշխանության կողմից, որ մենք սխալներ ունենք, վատ ենք կառավարել, երկարաձգձգվել, էս ենք արել, բայց նայեք, երբ որ մենք չենք ընտրվում, երբ որ մեր ներկայացուցիչները չեն ընտրվում, գալիս են նախկիները, հետեւաբար պետք է ինչ անել, դա 26 թվականին գաք մեզ ընտրեք։ Սա իշխանության թեզն է։ Եվ այս կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանի համար առաջին պլանը նա էր, որ իրենք հաղթեն ընտրություններում Գյումրիում եւ ասեն նայեք, այսքան ասում եք, բայց ժողովուրդը մեզ է ընտրում։ Չնայած շատ ձայն են տարել, 17000 ձայն են տարել, նախկինին 7000-ի փոխարեն։ Ամեն դեպքում չմտնեմ այդ դետալների մեջ, թե ոնց է եղել, որ 17000 ա եղել, նախկին 7000-ի փոխարեն, բայց ինչա իրենց թեզը եկող ընտրություններին ընդառաջ իրենք վերցնելու են Գյումրիում արդեն ձևավորված թիմի մոդելը եւ ասելու են նայեք, եկել է նախկին քաղաքապետը եւ ընտրվել է եւ նույն բանը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետությունում։ Նախկինները իրենց դեմքով կամ ուրիշի դեմքով փորձելու են ետ գալ։ Եվ այս սա լինելու է հիմնական քարոզչական տեքստը։ Ինչու է սա լինելու հիմնական քարոզչական տեքստը, ժողովուրդ, որովհետև չկա խաղաղության պայմանագիրը, եւ եթե լինի էլ այդ տեքստը խայտարակությունը, որի մասին արդեն խոսել ենք, ինչ զիջումների ա գնացել Հայաստանը, չկա Հայաստանի եվրոինտեգրում, որը սուտ է, խափում են Եվրոպային, այստեղ ժողովրդին, սա սուտ կեղծիք է, եւ ուրիշ ինչ կա ասելու այս ժողովրդին 8 տարի անց 26 թվականին 8 տարի է իշխանության են։ Պետք է ասեմ, որ ժողովուրդ ջան, լավ հասկացանք, հա պրոբլեմներ ա եղել, հա լավ չենք կառավարել, հասկացանք, սովորում ենք, նոր ենք սովորում, բայց եթե մենք չենք, կրկնում եմ, գալու են նախկինները, թալանչիները, բան քրեոլիգարխիան, հետա գալիս են ձեզ լափեն, բան, հաջորդ բանը, թե ինչ են անում նախկինները։ Հիմա իշխանության թեզը բացատրեցի, իշխանությունն ինչ է անելու։ Միակ թեզն է, ուրիշ բան չունի, ուրիշ ձերքներին քարտ, այսպես ասած, չունեն։ Նախկինները հասկացան, որ Գյումրիի մոդելը շատ կիրառելի է եւ պետք չի բոլորով միտեղ կենտրոնանալ, որ միտեղ չլինի պայքարի հարվածը, պետքա բազմաթիվ տարբեր ուժերով, տարբեր դեմքերով, տարբեր դերասաններով բանով մասնակցել եւ վերջում այդ բազմաթիվ ուժերը միավորվում են եւ եթե նախկինում երկրորդ տեղն ընկնող մարդը ոչ մի բան չէր ստանում, հիմա երկրորդ տեղն ընկնող մարդը կարող է դառնալ ղեկավար։ Այսինքն 26 թվականին ինչ են անելու, գնալու են բազմաթիվ ուժերով, մոլորեցնելու են մարդկանց, վերջում միավորվելու են եւ ասեն, դե մենք եկանք։ Հիմա որպեսի որ ոչ Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետով ընտրվի, այսինքն 26 թվականին ձեզ վախացնելով նախկինների վերադարձով, չկոնսոլիդացնի ձայնը դեպի իր կողմ ու ինքը վերընտրվի, որպեսի նաեւ ում դեմ որ եղել է հեղափոխությունը, բայց մարդիկ հիասթափվել են, որտեղ հեղափոխությունը իր արդյունքները չի կապիտալիզացրել, չի հասել այն նպատակներին, որոնք որ հռչակվել էին, այ որպես այդ ում դեմ որ եղել է նրանք էլ չգան, ժողովուրդ ջան, կա այլ տարբերակ, այդ այլ տարբերակը հիմա մարդիկ կասեն էլի երրորդ ճանապարհը, բան, հա թեկուզ ուզում եք անունադրեք երրորդ ճանապարհ, ես խնդիր չունեմ, ես ձեզ ուղղակի լուսավորում եմ, թե ինչ այլանդակություն է սպասվում, եւ այդ այլ ճանապարհը, այլ տարբերակը հետեւյալն է, որ մենք եւ ես արդեն երկար ժամանակ այդ ուղղությամբ աշխատում եմ։ Պետք է ձևավորենք այնպիսի ալտերնատիվ, որը փոխելու է իրավիճակն այնպես, որ երկուսի պլաններն էլի կատար չացվեն։ Այսինքն են նրանց բազմաթիվ ուժերի դեմքերը բացահայտում ես, դնում ես դեմները, մարդիկ հասկանում են, թե այս ինչ մոդել է, այս ինչ է կիրառվում, եւ նաեւ
Իշխանության այս բանը աճպարությունը, որ ճիշտ է մենք վատն ենք, ամեն ինչ ձախողելու ենք, ամեն ինչ կործանելու ենք, ամեն ինչ քանդելու ենք, ամեն ինչ զիջելու ենք, նվաստանալու ենք ազգովի, բայց պետք է մենք մնանք, որովհետև նրանք կգան։ Այ նրանք որպեսի չգան, պետք է մենք մնանք, որ այդ երկու հատ, այդ բանից այդ փակուղուց ելքը վստահաբար լինելու է եւ կա։ Ես ես վստահեցնում եմ։ Թույլ չենք տալու, որ ոչ նախկինները գան 26 թվականին, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը 3-րդ ժամկետով դառնա վարչապետ։ Այս ուղղությամբ է պետք աշխատանք տանել։ Այս տեսաուղերձը ուղղված է բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Գյումրիում, ու ինչի է տեղի ունեցել, ու ինչի է իշխանությունն այդքան հանգիստ, որ դա տեղի է ունենում, որովհետև դրա արդյունքում բարձա լավ ուրիշ չէ, վատ ուրիշ, այսինքն ընտրությունը կրվելուց արդյունքում ծնվում է մի հատ լավ տեքստ, որ ժողովուրդ նայեք սրանք գալիս են, այս բանը նկարը վերցնում եմ ու ընկնեմ գյուղ, մարզերով, քաղաք, հենա եկան, քրական գործերը, բռնաբարությունը, սպանությունը, էսը եւ դա օգտագործվելու է 26 թվականի համար, որովհետեւ Հայաստանում որևէ տեղական ինքնակառավարման մարմինը վերցնելով, որպես կառավարման մոդել, հա, ոչ մի բան չի կարող լինել, որովհետեւ ինչ տարբերություն օրինակ աղբանությամբ, որ քաղաքապետի օրոք են զբաղվում 21 թվականին իշխանությունը բոլոր խոշոր քաղաքներում պարտվել է ընտրությունները։ Բոլոր խոշոր քաղաքներում պարտվել է իշխանությունը 21 թվականին պարլամենտական ընտրությունից անմիջապես հետո, բայց երկրում բան չի փոխվել համակարգային իմաստով։ Էս է իմ ասածը ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Եվ սրա դեմ ենք մենք փորձելու ինչ որ մեկը ինձ հիշել է այս բանին։ Եվ սրա դեմ ենք մենք փորձելու պայքարել։ Կներեք, սիրելի հայրենակիցներ։ Հասկացանք իրար, այսինքն ինչ է պետք անել։ Այս տեսանյութը ձեզ խնդրում եմ։ Տարածում ենք, բազմապատկում ենք ինչքան հնարավոր է։ Ովքեր որ հասկացան, թե այս բազմամոդել ճանապարհը ոնց է բերում վերջում վերարտադրում նախկիններին։ Էս էլ մի հատ բոլորին բացատրեք, բազմապատկեք, տեղ հասցրեք, այս պլանը, այլևս այս հրեշավոր պլանը բացահայտված է, եւ նաեւ իշխանության հրեշավոր պլանը, որ թույլ է տալիս, ոչ մեկին չի դատում, ոչ մի բան չի անում, ոչ մի բան հետ չի բերում, թողնում ամեն ինչ բարդակ, բրախլամա, բան, պատի ասում եք հեղափոխությունից 7 տարի անց ընտրակաշառքի մասին խոսակցություն է գնում, ես էլ ասեմ ու ավարտեմ։ Եթե հեղափոխությունից 7 տարի անց ընտրակաշառքի մասին խոսակցություն է գնում, դա նշանակում է դուք տեղում չեք, դուք գոյություն չունեք, դուք չկաք։ Որտեղ պետք է մարդիկ ոչ թե ընտրակաշառքը բաժանեին, նրանք վերցնեին, նրանք բռնվեին, այլ պետք է չմտածեին դրա մասին, չմտածեին։ Համակարգային փոփոխությունը դրա մասին է։ Հեղափոխությունը դրա մասին է, չնչակում ընտրակաշառք։ Այսօր պարլամենտում ուշ կա ընտրակաշառքով մտելա պարլամենտ, ընդեղ նստած են, բաժանողներն դատվել են, դատավճիրն է կա։ Դուք հասկանում եք ինչի մասն ենք մենք խոսում։ Ինչքան կարելի է այս նույն բաները քննարկել խոսալ։ Բնականաբար այդ պլանի մեջ իշխանությունը նաև դες կունենա սատելիտ ուժեր, բան որ վերջում գնան ընտրեն Նիկոլ Փաշինյանին, ընտրեն վարչապետ, բան, բայց հիմա Գյումրիի օրինակով այդ պրավալ գնաց, ինչի, որովհետև Եվրոդաշինքի ներկայացուցիչը Լևոն Բարսեղյանը, որ ասում էր, որ ես չեմ միանալու, ես հավատում եմ իրան, ինքը չէր միանա, անձամբ իրան հավատում եմ, ինքը չէր միանա, բայց ինչ տեղի ունեցավ։ Քանի որ կային այդ ուժերը, որոնք ամեն օր իշխանությունն ինչ ուզում անի, բոլոր եթերներում գնում են ասում ճիշտ է արել, ճիշտ է, դա լավ է, ապրեն, հա ճիշտ է, Բաբտի Ալիևի ասած արվի, Բաբտի Էրդողանի ասած արվի, բայց ճիշտ է, տենց է եղել, ռուսներն են մեղավոր, չգիտեմ ինչ, մարդիկ ուղղակի հասկացան, որ լավ էս մարդիկ բացի այն, որ զուտ իշխանության ամեն արածը ասես պեչատում են, ասում են ճիշտ է, եւ Երևան քաղաքում նաեւ ձևավորվեց այդ աջակցությամբ իշխանություն, մարդիկ այդ կասկածով, այդ կասկածի բերումով չընտրեցին, մնացին բարիերի տակ, այսինքն չնայած առաջին համարը Լևոն Բարսեղյանն անդրադարձում է, չենք միանալու, բայց մարդիկ մինչև վերջ չհավատացին եւ մնացին բարիերի տակ։ Այսինքն այս Գյումրիի պարագայում անգամ սատելիտ չէր, բայց էլի այդ կասկածը թույլ չտվեց, որ կոնկրետ քվեն, կապիտալիզացվի, բյուրեղացվի։ Ապագայում էլ է այդպես լինելու։ Կոնկրետ 26 թվականին։ Այս տեսանյութը այսօրվա մասին չէ, այս տեսանյութը 26 թվականի մասին է։ Թե ինչ են փորձում մեր ժողովրդի գլխին բերել։ Այդ դրա մասին է։ Եվ այդ դրա համար ենք մենք խոսում, խնդրում եմ բազմապատկեք, միացեք ալիքին, միացեք իմ Telegram-յան ալիքին, հնարավորինս շատ մարդ իրազեկվի, լուսավորվի, հասկանա թե ինչ է կատարվում Հայաստանի երկրորդ քաղաքում, որը որպես մոդել կիրառվելու է արդեն համապետական ընտրությունների ժամանակ։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։